Անցած սկսել եմ Արտակ Մինասյանը մասնագիտությամբ ոստիկան է։ Արդեն մի քանի անգամ Արյան կամավոր դոնոր է դարձել։ Այս անգամ եւս Արյան դոնորների համաշխարհային օրը հունիսի 14-ին Գյումրու Արյան բանկում է։ Իմ գործընկերոջս համար հանձնեցի առաջ անգամ, դրանից հետո արդեն 3-4 անգամ հանձնում եմ։ Այսօր Արյան ծառայության Գյումրու բաժանմունքում կամավոր դոնորների ակտիվ շարժ է նկատվել, նշում է բաժանմունքի վարիչ Նաիրա Մելիքսեթյանը։ Պատերազմից հետո ոնց որ թե մարդկանց գիտակցումը, որ իրենց արյունը ամեն րոպե պետք է, ամեն օր պետք է որևէ մի հիվանդին, հենց այդ գիտակցումով էլ մարդիկ գալիս են։ Դժբախտ պատահարների, վիրահատությունների եւ այլ հիվանդությունների թիվը, որոնք ունեն Արյան փոխներարկման կարիք, հուշում է, որ Արյան պաշար հավաքելը չընդհատվող գործընթաց է։ Կամավորությունն այս գործում խիստ կարևոր է։ Փաստաթղթային գործընթացին զուգահեռ ստուգվում է դոնորի արյան մեջ հեմոգլոբինի քանակը, հետո արդեն սկսվում արյուն տալու գործընթացը։ Ընկերուց եմ իմացել ու վազելով եկել եմ, հասցրել եմ արդեն փակվում։ Բնականաբար, եթե կարիք կա ու մարդիկ առանց առողջության վտանգելու կարող են տալ, ինչի՞ չէ, եթե կարիք կա։ Իրենց ասում է, որ գրանցեք, եթե կարիք լինի, բայց որպես կամավոր, հա, իհարկե կգամ։ Այս սարքով արյունը առանձնացվում է պլազմայից, հետո ուղարկվում սառեցման։ Արյունատվությունից հետո մենք հետազոտելու ենք արյունը ինֆեկցիաների վերաբերյալ, հեպատիտ B, C, HIV, բրուցելոզ, սիֆիլիս, մենք այդ ամեն ինչը ստուգելու ենք, ստուգելուց հետո կրկնակի ինֆեկցիաները ստուգվում են PCR մեթոդով արդեն Յուլիանի արյունաբանության ռուսկաբանության կենտրոնում, եւ դա ավելի է անվտանգ դարձնում արյունը, որը մենք կարող ենք տալ մեր հիվանդներին։